Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության և ազգային ժողովի հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ձեզ եմ ներկայացնում Կենտրոնական բանկի եզրակացությունը 24 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ։ Բնականաբար Կենտրոնական բանկի եզրակացության կազմման ժամանակ առկա և ներկայում ձևավորված իրավիճակում կան էական տարբերություններ, ինչը նաև արտահայտվել է ներկայումս քննարկվող բյուջեի նախագծում համապատասխան փոփոխությունների տեսքով, սակայն ես կփորձեմ առանձնացնել և շեշտադրել առավել կարևոր և հիմնական կետերը։ Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակներում Կենտրոնական բանկն առաջնորդվում է բյուջեի ծրագրի միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության և դիրքի, ինչպես նաև երկարաժամկետ աճին նպաստելու վերաբերյալ գնահատականների ներկայացման։ Այս սկզբունքների ներքո և հաշվի առնելով 23 թվականի պետական բյուջեի կատարման գործընթացն արդեն մանրամասն ներկայացվել է կառավարության կողմից, կանդրադառնամ միայն պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։ Այսպիսով, կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաև ՀՀ տնտեսության համար ձևավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 24 թվականին շարունակելու է առաջնորդվել 7% տնտեսական աճի ապահովման նպատակով, շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը։ Նշված տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է արտադրողականության և մրցունակության աճի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որտեղ կարևոր նշանակություն ունեն ներդրումային միջավայրի բարելավումն ու ներդրումների խրախուսման ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ներդրումների մասնաբաժնի էական աճը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցով արտադրողականության աճին նպաստումը։ Հարկ է նշել, որ 24 թվականի տնտեսական աճը կշարունակի իր վրա կրել ՀՀ տնտեսության համար նախորդ տարիներին ձևավորված նպաստավոր գործոնների ազդեցությունը և նախանշված բարձր մակարդակը կդրսևորվի տնտեսության բոլոր ճյուղերում։ Այդուհանդերձ, ՀՀ կառավարության նպատակադրած բարձր տնտեսական աճի ապահովման համար էապես կախված կլինի արտահանման խթանման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքներում խոշոր ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալով և սահմանված ժամկետներում իրականացման կարողություններից և արդյունքներից։ Շարունակելով ներուժային աճի խթանման և թիրախավորված բարձր տնտեսական աճի ապահովման ուղղված ծախսերի առաջանցիկ ավելացման քաղաքականությունը, 24 թվականին հարկաբյուջետային համակարգը հատվածը համախառն պահանջարկի վրա կունենա ընդլայնող ազդեցություն։ Ընդ որում, 24 թվականին հարկաբյուջետային քաղաքականությամբ թիրախավորվել է էապես բարձրացնել պետական ներդրումների մակարդակը և միաժամանակ ապահովել ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազող միտումը։ Նախանշված բարձր տնտեսական աճի օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև հարկային վարչարության բարելավման արդյունքում 24 թվականի համար նախանշվել է հարկեր հնայացուցանիշի էական 0,75%-ային կետ աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն հնայի 24,4%-ը։ Ընդ որում, վերջինս 0,2%-ային կետով գերազանցում է միջնաժամկետ ծրագրով նախատեսված ցուցանիշները։ Արդյունքում գնահատվում է, որ 24 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն։ Հարկ է նշել, որ հնայում հարկային եկամուտների նախանշված բարձր աճի ապահովումը կարևոր նշանակություն կունենա համապատասխան հարկաբյուջետային բարձիկների ձևավորման համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռի ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճ խթանող կապիտալ ծախսերի իրականացմանը։ Այս համատեքստում կարևոր ենք համարում 24 թվականին նախատեսված վարչարարության և համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում հարկերի հավաքագրումը բարելավող կայուն լծակների ձևավորումը և արդյունավետության ապահովումը, միաժամանակ շեշտադրելով տնտեսական աճի կառուցվածքին համահունչ հարկային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։ Հարկաբյուջետային քաղաքականության, տնտեսական աճին նպաստելու և ծախսերի կառուցվածքի և արդյունավետության բարելավման նպատակադրումների ներքո
24 թվականին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, հասցնելով 6.6%-ի, իսկ ընթացիկ ծախսերինը 22.1%-ի։ Արդյունքում ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի 0.7%-ային կետ եւ ընթացիկ ծախսերի 0.2%-ային կետ աճերի շնորհիվ պետական ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 28.7%, ամբողջական պահանջարկի վրա ունենալով ընդլայնող ազդեցություն։ Ընդ որում եւ կապիտալ ծախսերի եւ ընթացիկ ծախսերի գծով նախատեսված համամասնությունները գերազանցում են ՄԺԺ-ում նախատեսված ցուցանիշներին։ Այսպիսով, կապիտալ ծախսերի զգալի ավելացման եւ հարկեր աճի նախանշված քաղաքականության արդյունքում բյուջեի պակասուրդ ՀՆԱ հարաբերակցության գծով թիրախավորվել է աճ մինչեւ ՀՆԱ-ում 3.2% մակարդակ, ինչը գերազանցում է թե նախորդ տարվա, թե ՄԺԾ-ով նախատեսված ցուցանիշներին։ Արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ամբողջական պահանջարկի վրա կլինի ընդլայնող։ Հատկանշական է, որ ընդլայնող քաղաքականության նպատակադրումն իրականացվում է պահանջարկի դրական գնահատվող միջավայրում, ինչը որոշակի ռիսկեր կարող է առաջացնել հարկաբյուջետային քաղաքականության կողմից անհրաժեշտ հակացիկլիկության ապահովության տեսանկյունից։ Միաժամանակ առկա անորոշությունների պայմաններում սա կարող է նաև խնդիրներ առաջացնել գնաճային միջավայրի ընդլայնման ուղղությամբ։ Այս համատեքստում սակայն կարևոր ենք համարում պետական կապիտալ ծախսերի դերի էական մեծացումը, ինչը ներուժային աճի խթանման ճանապարհով որոշակիորեն կմեղմի մակրոտնտեսական կայունության վերոհիշյալ ռիսկերը։ Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2024 թվականին կառավարության պարտք ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա զգալի նվազումից հետո կաճի 1.4%-ային կետով եւ կկազմի 48.4%։ Միաժամանակ պահպանվելով պարտքի կայունության սկզբունքի ներքո հարկաբյուջետային կանոններով սահմանված 50%-ից ցածր մակարդակում։ Հարկ է նշել, որ 24 թվականին պետական բյուջեի պակասուրդի եւ հատկապես կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին ակտիվներից, աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի եւ ներքին պարտքի աստիճանական ավելացումը։ Նշենք, որ պարտքի կայունության ապահովման, կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարևոր է պետական ծախսերի իրականացումը, ի հաշիվ սեփական միջոցների եւ բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը ի հաշիվ ներքին պարտքի ավելացման։ Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ անորոշությունների էական ավելացման եւ դրա ներքո հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր ճշգրտումների պայմաններում կարող են ռիսկեր առաջանալ երկրում մակրոտնտեսական եւ գների կայունության ուղղությամբ։ Նման պայմաններում Կենտրոնական բանկը կշարունակի վերջին տարիներին որդեգրած պահանջարկի կարգավորման եւ գնաճային սպասումների կայունացման քաղաքականության հետեւողական իրականացումը։ Ամփոփելով, գնահատվում է, որ 24 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունը թեև պահպանվող բարձր պահանջարկի պայմաններում կարող է պարունակել որոշակի ռիսկեր մակրոկայունության ապահովման տեսանկյունից, սակայն շեշտադրում է կառավարության հետևողականությունը տնտեսական ներուժի խթանման ուղղված պետական ներդրումների աճի նպատակադրումներում։ Վերջինիս հիմքեր կստեղծի նաև առաջանցիկ պահանջարկի աստիճանական ճշգրտման եւ ՀՆԱ-ի ներուժի մակարդակի բարձրացման համար։ Պետք է նաև մատնանշել, որ տարածաշրջանում մարտահրավերների սրման եւ դրանից բխող ռիսկերի բացասական ազդեցությունը կլանելու եւ չեզոքացնելու նպատակով առաջնային նշանակություն ունի հարկաբյուջետային ռիսկերին համարժեք գնահատումն ու հասցեագրումը, ինչը կարող է առանցքային լինել կարճաժամկետ եւ միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության, հարկաբյուջետային ճկունության, իսկ երկարաժամկետ հորիզոնում նաև պարտքի կայունության ապահովման համար։ Շնորհակալություն։